Գիտեք իմ մասնակցությամբ ում նկատի նկատի ասել։ Ես այդպեսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու նիստի օրը։ Դա կանոնակարգի խախտում չէ, պարոն Փաշինյան։ Այո։ Պարոն Փաշինյանի գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը մարդավորապես վերջին շրջանում գիտի աշխատանքից գոհ եք, ոչ մարտական պայմաններում 8-րդ զորքներում։ Ես կարծում եմ, այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ 25-ին տեղի է ունեցել։ Պարոն վարչապետ, Ցավոք սրտի, գիտեք, ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը կամ բանակի հետ չի։ Սպայական ոչ մարտական պայմաններում սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց էլի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դեպքի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ որ ասում։ Պարոն վարչապետ, դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծել, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմ։ Պարոն Այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների։ Պարոն վարչապետ, Ռուսաստանի նախագահի նախընտրական քարոզարշավի ժամանակ Բաղնել եմ ես բրիֆինգ ունենալու, դուք էլ ընդեղ եք գնել։ Ընդդիմադիրները մեծ խոսում էին, ոմանք նույնիսկ արդեն կառավարություն էին ստեղծել, վարչապետ ունեին եւ այլն, հետո եկան եւ մանդատները վերցրեցին։ Ինչպիսի աշխատանքներ է պատկերացնում ազգային ժողովում նորը։ Դե գիտեք, եկեք շատ չի մնացել էլի։ Գնանք աշխատենք Երևան, եկեք կանխատեսում չանենք։ Շատ լավ վաղ կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար